Սիրելի հետևորդներ ջան, բարի կեսօրն անց, թող բարի երկուշաբթի լինի բոլորիս համար ամենա լավ օրը բացվի բոլորիս համար։ Ես արդեն տանն եմ, այ Ալեքսը գնացել է եկել, չեմ նկարել, որովհետև էլ դեղ, էլ լիմոն, էլ չգիտես թե ինչ, ասել չեմ արել, երեխին ուղարկելուց հետո այնքան զգացողությունս վատ էր, ուղարկել եմ, պարկել ու հնի արդեն Աստծուն փառք շատ լավ եմ, շատ չափից շատ, ինչի համար շատ ուրախ եմ ու ոնց են ասում, պետքա դուխդ չգցես, պետքա կյանքը միշտ էլ անկոտրի մտնես ու չասես, վայ, ճնշումս, կես տաբլետկա էր, այս անգամ մեկը խմեցի, տեղն եկավ, ապահովության համար է, մի հատ լիմոն կերա, լիմոնա ջուր, տակ, երման, զգացի, որ այս հենց լավ եմ հմի, ուղղակի դե դեմքս էսա, ինչ անեմ, ասեք, էս էլ կանցնի, հիմա, ասմա Օրեն ու Վարդին, ամենքն իրանց դարդին, սաղիս երեխեքն է, որ գալիս են ասում են, մամ, սոված են, ինչ ես արել, ախ մաման էլ, ախ ոչ մի բան չի արել, որովհետև պահդ եմ սերթելադրում, չեմ ուզում ասեմ, լավ չեմ, են չեմ, ընքան լավ եմ հավակվում են երկի են գնում, այդ երկն է ձապրասնում, գիտեք, ասեմ է, սաղնանում տիրմա դատարկություն, ու բանա, առև տուրել եմ արելու, չգիտեմ որն ասեմ, որը թողամ, աշկիս հյուրերել եմ ունենալու, սենց էլի, հասկացակ ինձ էլի, մաման էլ ագալու, մերոնցից վստահ գիտեմ մարդ չի գալու, շատ եք ինձ հարցնում, են անգամ իրոք չգիտեի, բայց այս անգամ վստահ գիտեմ, որ ոչ մեկ չի գալու, սիրելի հետևորդներ ջան, նենց որ թաքում պահելու ոչ մի բան չունեմ, ժողովուրդ տնական զում, ասեք, որ ուրիշ բան է էլի, սենց որ նայում եմ, ասում եմ, կարող աչքիս էլի հավ պահեմ, բայց եթե մի մարդ տարին մի 3-4 ամիս տանը չի իլեմ, մի վրազի, Անահի գործու հանգիստ ասիրում գցեցի, եթե մի մարդ տարին մի 3 ամիս տանը չի, 4, այդ մարդը ոնց հավ պահի, դեասա, ճիշտ է, հարևանում եմ աշխարհը չունի, ենքան ա եղել, որ հավերես կուտն էլ ա տվել, ձուն էլ ա հվաքել, օր 2-3 հետ, այդ տարիները ուրիշ տարիներ էին սիրելի հետևորդներ, այդ օրերն էլ եմ ապրել, որ սպասում էի հավը երբ ձուկածի, որ վաճառը, ես դրանից չեմ ամաչում, որովհետև այդքան էլ ճիշտ Արցախքին ստեղծած է, միշտ էլ հաճույքով էր չէ վայելը, իմ մաման չի սիրում, որ խոսքի օրինակ տենց բաները ասում է, բայց թե իրական կյանքն է, իրական պատմություն է, սաղս էլ որ մի ապրանքից շատ ենք պահում, պարզավոր վաճառելու համար ենք պահում, իսկ ես 70 հատ հավ եմ ունեցել, մի օրական ճտեր էի առնում, պահում, մեծացնում ու ձունձուր էի ծախում, աքլորիկներ էի ծախում, կավ գյոզալես,
խոսքով, հետո արդեն լավ էլի ինվրազելու կոֆես լսնեմ, հետո արդեն մի տարի, 2 տարի, որ սկսեցի Երևանի ճամփեն բռնելը, հարևանս անում էր Աստված վկա, չեմ ուրանա երբեք իմ տեսակը չէր, ու ամեն օր զանգում էր ասում, Աննա այսքան ձու է լավ, Աննա այնքան ձու է լավ, ասում էր ախ ինչի ես ասում, ախ ես քեզ այնքան եմ վստահում, ախ ես քեզ այնքան եմ շնորհակալ, մի ասա, հենց իմացի դուք ու հավերը, մարդը հավաքում էր, վաճառում էր, վերջը էլի ոնց ուրանաս այդ ձևի մարդուն, դա բախտավորություն է, բախտավորություն, այդ ձև հարևան ունենալը, ժողովուրդ, դա մի հատ մեծ, ոնց որ լոտո շահես, իմ համար այ էտա, այ այդ ձևի լավ աղջիկ է, իմ հարևանուհին, բոլորն են լավը, բայց թե ոնց են ասում, բոլորի ներքով չես դիմի էլի, նախ ինձանից տարիքով են, հետո էլ նենց էլ չի, որ ով ինձ օգնում է, ինքը տենց պարապա, զբաղմունք չունի, չէ, մարդը 3 տեղ աշխատում է, բայց պլյուս դրանից իմ երեխին ձեռ է բռնում, դա իմ համար անգնահատելի է, չկա դրան գնահատական, ինչևէ օրն 2 շաբթի է, երկիտ ենք գնա, իմ սրտիկ բալա, արի տար ձվածեղը, տանուշս, էսա նիկան, դեսի ասում Ալեքսը, մեծանը մա հերիք է իրան, տենց բարեր ասես, ախ դե բա ոնց չասեմ, ասեմ Ալեքս, արի տար, ախր լավն անում, որ ասում ես սրտիկս, անուշս, կյանքս, թանգս, առ ախպեր ջան։ Աս ուշացիայի բաժանորդներ, ոնց հետ ես տան ուշացիների բաժանորդներ։ Դե թռար, վսյո, գնահացիտ հանգիս, սուսուփուս, ջիգարով կեր, ես ոչ մի բան չեմ կերել, դեղ եմ կերել ու լիմոն, իմ ուտելիքը այսօրվա էտա, մինչև այս պահը, էսա գլի 2-ից 20 պակաս, 2-ից մեր երկն է, շատ հարմար է, համողա գանձս, ստացվում է, ինչ անեմ, երեք ենքան խոսած վրես, ասմա տղետ բոյիտ է հասել, դու դեռ մուսի-պուսիներ ես անում, ախր չի իլնում, ոնց ասեմ Ալեքս, ոնց չասեմ, սրտիկս, կյանքս, թանգս, ոնց չասեմ, իմ սիրում, ոյ, երեք խոստացել եմ, որ պետք է չասեմ, չգիտեմ, կարամ խոստումս պահեմ, թե չէ, չի իլնում, բա, ախ, ծաղիկներ, անթարան ծաղիկներ, ով էր ինձանից գին հարցնում, էս նվերա են էլ 3000 դրամ է, արժեքն էտա, այ, մի արանք մի ոչ ու փուչ ընկերուհի ունեի, են որ ընկերուհի էր Ցևանում, որ ասում եմ թիգունքից խփեց, ինքը էժան բերում էր իմ համար, բայց ոչ մի բանի էժանն էլ չէ էլի լավը, ոնց էժան ծաղիկներ բերեց, նենց էժան էլ ընկերություն արավ սիրելի հետևորդներ ջան, իմ անուշ բադադուրը փագի էլի, առես էլ տար, ես մի քիչ նկարեմ, դուրը փագի դու քո համար, ուզում ես արա, ցուրտ է, մեր Ստեփանավան լիքը ձյունա, բայց համ դրսում է գառնան շունչ, ինչքան ուզում է ձյուն լինի, այ արևը կա, ունքան լավ, սենց տաք արև է ինձ թվում, նենց է ներսում սա գարուն, էտա մաման օր էր մնաց, որ գամ, հմի նոր զանգել է, ասում եմ,
զանգում է, ասում է «Здравствуйте», ասում եմ «Здравствуйте», բան տուդա-սյուդա, դե հաշված րոպեներ ա մնացել ու ասում եմ «Не мешайте мне, пожалуйста, хочу покупки покупать», սենց բաներ ու նա բա մենակ դու ես ռուսերեն ասում, բա ես չեմ ասի։ Հիմա ինչ չունեմ, այս Ալեքսս կյանքս կերավ։ Տորթը արդեն ընտրել ենք, ձեր համար էլ եմ նկարել, պատվիրել ենք։ Մամա սալյուտ, մամա մոմ, մամա չգիտեմ ինչ, մամա են, ասում եմ Ալեքս, մամա ջան կյանքս, մամա ջան ուզում եմ այսօր առնենք, դե եթե գնում ենք երկի, ասում եմ, գնամ համ երեխի խաթրե չառնեմ, համ այդտեղ գնամ, համ հեռախոսիս զաշիտնի քաշեմ, գիտեք, լավ բան է զաշիտնի ունենալը, այն որ մանավանդ թանկարժեք հեռախոսներին, համ էլ տենամ ինչ կա, չկա հետ չլնի մի հատ հավ, սենց էլի, Սարնանում դատարկություն ա տիրում, մենակ մածունա, միգուցե մյուս կողմերից, դեռ չեմ ուզում ասեմ, վախում եմ հանկարծ չստացվի, դրսից լավ ու հավեսով հյուրի եմ սպասում հյուրերի, բայց առաջ Աստված տենանք ոնց առնում, այն որ ասում եմ իմ հետ շփումը սիրում եմ շփվել, այս կողմ, սենց բաներ, սիրելի հետևորդներ, իզուր չի, որ ասում եմ սրտից վրա տեղ ունեք, դրանք հենց նենց ասված հարցեր չի էլի, դրա տակ լիքը տողատակեր կան, ես ինչ ասում եմ մեծ սիրով եմ ասում, մարդիկ էլ կան ասում են դուք բանա, ոնց են ասում, իմ գրառումը չեք տեսնում, ինձ չեք պատասխանում, ես հասկանում եմ, որ այդ ձևի մարդիկ իրանք էլ այդ ձևի են, ում գրառումները ես տեսնում եմ, միշտ մեծ սիրով ու ջերմությունով պատասխանում եմ, չկա բաց թողնված գրառումի մեջը, եթե լնում էլ հետո մարդ եմ, ուղեղով էլ եմ հոգնում, ֆիզիկապես էլ եմ հոգնում, մտքերով էլ եմ շատ ցաք ու ցրիվ լնում, կարող ա 3 օր չպատասխանեմ, 4-րդ օրը հաստատ կպատասխանեմ։ Իսկ մանավանդ այս օրերին, քանի դեմս համ մամայի գալն ա, համ Ալեքսիս ծնունդն ա, ինձ ասում եք ծնունդ չեք անելու, ոնց կարամ չանեմ, ուրիշ հետաքրքիր, պատվարին տակ կանգնած լսում ա, ուրիշ հետաքրքիր, միել գնաց պատի արանքը, շուստր յակամաց դառնում, լավ ա ուրախանում եմ, ոնց ասեմ, ուրիշ անգամվանից տարբերվող ծնունդ եմ ուզում, իրա անակնկալներով, որովհետև իմ Ալեքսը արժանի է անակնկալների, իմ Ալեքսը իմ գտնված երազն է ու շատ իմ տրուտնի ռիբյոնկն է, սենց ասեմ, ու ոնց կարամ, որ ասենք թե ես մի ուղարկի SMS, չեմ ուզում, ոնց կարաս անտես ես էլի, իմ հնարավորության չափով, իմ ուղեղի մտածածի չափով, ում համար ենք ապրում, մեր երեխեքի էլի, իմ համար ապրող լնեի, ընտանիք չէ կազմի, այդքան դժվարությունների, գովամ էլի ինձ, ոնց ասում եք, այդքան դժվարությունների մեջով չէի անցնի, ընտանիքս էլ ատամներով ամուր չէի պահի, այս հենց ասեմ։ Հիմա շատ տարիներ են անցել, ժամանակներ ա փոխվել, շատերն ինձ էլ ավելի են գնահատով, շատերն իրոք տեսան, որ դժվարություններից փախնող մարդ չեմ, ոնց են ասում, կայի հետ էլ ես հարմարվել, չկայի հետ էլ ես ավելի լավ հարմարվել,
տարիները բերել հասցրել են նրան, որ կյանքիս կեսը, արդեն ուղիղ կեսը անց եմ կացրել այս տանը, էլ ստեից գնալու տեղ չունես, այսինքն ունեմ, ոնց չունեմ, դեպի առաջ, դեպի պայծառ ապագա, սիրելի հետևորդներ ջան։ Հիմի կոֆես խմեմ, բայց այն թազա կոֆեից դե եփած, ընքաննա որ ոչինչ լավ։ Ուտելու ցանկություն չկա, հավես չկա, կոֆես ոնց որ թե հաճույքով խմեցի, ուրեմն ճնշումս հետ է նահանջում, ախ այդ ճնշումը որ շատերիս է տանջում, ու գնանք սկզբից երգի, հետո գնանք խանութ, վերևի խանութն եմ ուզում գնամ, մի հատ Արցախցի կմնայեմ, ինչ կա չկա, ու սիրելի հետևորդներ ջան, էլ ինչ անեմ, այդքանը մինչև անեմ, հարթուկ ունեմ, մի երկու գործողություն ունեմ, իմ բաժանորդների շատերի հետ եմ ես շփվում, շատերն են դեպի փոշոտման ժամանակ մեզ հյուր գալիս, ովքեր ուզում են մնում են իմ տանը, իմ սրտի մեջ, չէ որ մեր տունը մեր սիրտն է, մանավանդ տան խոհանոցը, ոնց որ տան սիրտն լինի, որովհետև կինը կարելի ասել օրվա 50-ից 60%-ը խոհանոցում է անցկացնում, կապ չունի, ընտանիքդ փոքր է, մեծ է, ես օրինակ խոհանոցից կահույքը մաքրելու է, ինչ տարբերություն երկու հոգով ենք, թե 12, մեկը այդ կահույքը մաքրվելու է, ինչև է սիրելի հետևորդներ ջան, ինձ լավ բարեկամ դարձած, այն որ մենք իրար հետ շփվում ենք, քիր ենք ասում, հյուր եմ սպասում, գալու է, ու հələ տենանք, ոնց կդասավորվի իրավիճակը, ու սենց բաներ, սիրում եմ շփվել, սիրում եմ, լավ շփումը շատ եմ սիրում, սիրելի հետևորդներ, նենց չի, որ իմ շփումը մենակ դրսի մարդկանց հետ է, ոչ, Երևան էլ ունեմ շատ շփում, Երևան էլ ունեմ շատ լավ ծանոթներ, ուղղակի այս ընթացքը նենց է, որ չգիտես ինչի մարդիկ խուսափում են տեսախցիկից, այն որ խոսքի գնում ենք միտեղ հանդիպման կամ գնում եմ իրանց տուն, ասում եմ կոֆեի սեղանը նկար, ասում եմ չէ էլի չէ, արի շփվենք հեռախոսից դուրս, հա ես ստիպեմ ասեմ չէ որ չէ, ես պետք է սենց անեմ, նենց անեմ, story, նույնիսկ story չեմ դնում, որովհետև իմ ընկերուհին, իմ բարեկամը, սենց ասեմ, բարեկամը հոմենակարյունակից բարեկամ չի լինում, չէ, ասում եմ մենք ուղղակի շփվենք, դե որ շփվենք, ես էլ շփումը սիրող մարդ եմ, ոնց ասեմ, իմ համար առաջնային տեղում շփումն է, ու շփումի հետևանքներն էլ հաճելի կլինի աշխատանքից մեջ ներկայացնեմ, չէ որ սա էլ աշխատանք է, բայց հարգելով մարդկանց կարծիքը, այդպիսի բաներ, հիմա վերջը հաճելի վլոգներ ա մեզ սպասվում, շատ հետաքրքիր, շատ հաճելի, ես գիտեմ, որ իմ հյուրերը երևալու են իմ վլոգներում, մաման տեսախցիկից խամ չի, սկզբից մամաս կգա, հետո հյուրերս կգան, ու այն որ հավես պահեր ենք ունենալու, դա իմ համար արդեն իսկ լավ է, չեմ մտածել ինչ եմ հագնելու տղուս ծնունդին, Ալեքսի համար առած բաներ շատ ունեմ, գիտեք, իմ համար երկ մտնում եմ, չգիտեմ ինչ հագնեմ, չեմ էլ պատրաստվում նորը առնեմ, ես ուղղակի ձեր հետ զրուցում եմ, որովհետև ես վերջերում բավականին առա, պետք չի սենց այսքան իրար վրա դասել, հետո հոգնում ես, դեռ չեմ ուզում փակագծերը բացեմ, շատ հետաքրքիր
ծնունդա մեզ սպասում։ Ես միշտ սիրելի հետևորդներ ասել եմ ու կասեմ, իմ այսօրվա օրն եմ ես ուզում տոն դարձնեմ։ Օրդ ո՞նց ես տոն դարձնում։ Տոն դարձնելը հոչի նշանակում գնաս ռեստորան կամ մի հատ ժամանցի կենտրոն կամ մի հատ դիսկոտեք, չէ, տոն ես դարձնում առաջինը քո հոգում, այսինքն հոգուտ մեջ քեզ լավով տրամադրում ես, հետո այն մուննա ձուննաթդ հանում ես, այն չկայի պահը հանում ես, որ շատերը կասեն, դե քեզ ինչ ա եղել, այս կողմ Աստծուն փառք իրոք ինչ ա եղել, հա, ընտանիքը ամեն մարդ ունի, ոնց ասեմ, պլյուսի կողք միշտ մինուսը կա, որովհետև հենց մինուսի վրա ենք, չէ, պլյուսը ստեղծում, բայց թե էտա դժվարությունները կան, եղել են ու լինելու են, մենք ուղղակի մեզ հոգեպես տրամադրենք ու ասենք փառք քեզ Տեր ջան, մինչև ես չգիտեմ երբ դեռ երկմտում էի Ալեքսի ծնունդը ոնց կազմակերպեմ, գիտեք գալիս ա մի պահ, որ զգում ես, որ արդեն նույնը շատ ա կրկնվում, գալիս ա մի պահ, զգում ես, որ օրինակ այս ինչ գործը դու էլ չես ձգում, գալիս ա մի պահ, ասենք, գիտեմ, էսա մյուս տարի Աստված տա իրա կողքին հայտնվեն այն ձևի, սեղանի ընկերներ չհայտնվեն, էլի, իրական ընկերներ հայտնվեն, այնով եմ ես, ասենք, որ գնամ իրան ծնունդ անեմ, չէ, ինքն արդեն մեծանալու ա, ասելու ա մամա, ուզում եմ իմ ընկերների հետ, ես երազում ու փափագում եմ այդ օրվա մասին, Տեր ջան, գնամ ես ինչ տեղը իմ ծնունդը անեմ, ես միայն կողմ եմ մտնելու, ոչ թե դեմ։ Այդ տենց բաներ, իսկ մի քիչ իրան խոսացնելուց հետո մոտավոր հասկացել եմ ինքը ինչ ա ուզում, որովհետև ինքն էլ վիրավորվել գիտի, ինքն էլ մտածել գիտի, այն էլ իրա հոգին այնքան նուրբ ու փխրուն ա, այնքան պարզ ու զուլալ ա, այս դարում ես մեղավոր եմ, որ ինքն այդքան մաքուր ա, միշտ իրան ասել եմ չի կարելի, միշտ իրան ասել եմ չխփես, կցավա, չէ, բայց մեկ պետք ա էլի ցույց տաս, որ կարաս ցավացնես, մեկա միևնույնն ա ինքը հլավոր չի անում, հուսամ այն ոնց էիք գրել էիք, որ համբերության բաժակը լցվի, նենց ա խփելու, որ լրիվ իմանան Ալեքսն ով ա, ոնց են ասում, մեռնեմ ձեռներներուտ, ով որ գրել էր այդ գրառումը, այո, երևի թե գալու ա այդ պահը, ես էլ հույս ունեմ, բայց Աստծուց առաջ չընկնեմ, ճիշտ ա Աստված Աստծու պատվիրանն ասմա, եթե քեզ խփում են, մյուս երեսդ էլ պարզի, թող նա էլ խփեն, կներես Աստված ջան, բայց բա որ անդառնալի խփեն, այդ արդեն մի քիչ մտածելու տեղիք ա էլի տալիս, մի խոսքով մելամաղձոտ թեմաների մեջ չեմ ուզում ընկնեմ, Աստված կառաջնորդի մեզ, ինձ ուժ ու համբերություն կտա ու որ ամեն ինչ ճիշտ լինի ու հիմա ինչ ենք անում, մի երկու ստի գործ ունեմ անեմ, կես ժամ շուտ դուրս կգնանք մի հատ կկլկլացնեմ, այ միտքս ընկավ երկուշաբթի ա թղթաբանություն, այս խիչ են ինձ զանգում, երկու շաբաթ արդեն անցավ, դրան զանգին էլ եմ սպասում, մի ուրիշ էլի թղթաբանական զանգի էլ եմ սպասում, Ալեքսի հետ կապված Երևանից էլ եմ զանգի սպասում, այ սենց կարուսելի նման, սենց անընդհատ, պտտվիր, կարուսել, ես քո երգը վաղուց եմ հյուսել, հմի նույնը իմն ա, պտտվիր, Անահիտի գործողություններ, մեկ էլ նմա, որ սենց հաջորդաբար ալնում, մեկ էլ սենց սող գալիս իրար վրա ա լցվում, բայց սպասում եմ կարևոր թղթաբանության, այս ամեն ինչը որ կպրծնեմ, այն անգամ ասում եք, ասա, միգուցե մենք օգնենք,
Հենց վերջացնեմ մանրակրկիտ ձևով կիսվելու եմ ձեր հետ, ելի հետևորդներ, վստահ եմ մեր նման ինչ է, էլի, մեր կարգավիճակի մարդիկ շատ են լնելու ու կկիսվեմ միգուցե մեկի հետ էլ մեկին էլ մի օգտակար ուղղություն ու խորհուրդ տված կլնեմ, ելի հետևորդներ ջան, այն որ ամեն տեղ ընկնեմ դուս ես գալի ու փորձ ես էլի ձեռք բերեմ, որտեղ ինչ ալնեմ, ուրեմն այսօր արդեն իսկ իմեջում այսօր օրը երկուշաբթի է, կտեսնեք Ալեքսի համար տորթ ենք ընտրել, պատվիրել, տենց քանի որ հարցերը շատ են, տենց պուճուր կդնեմ, որ ձեր ժամանակն էլ, իսկ առօրյա վլոգները, գիտեմ իմ հետևորդներն ասում են, միացնում եմ ու բանանում գործանում, դրա համար վլոգներս 40 րոպե, 50 րոպե, մի խոսքով, ես էլ օրինակ մեր մյուս վլոգերներին, ում սիրում եմ ընդեղ նայում եմ Լուսինյանց վլոգը կլինի, Նազոյի վլոգը, Մանուշակինս, Պարտադիր, միացնում եմ գործանում կամ պահի տակ էլ, եթե գովազդներից եք չէ, շատ նեղվում, երևի թե մի լուծում կլինի գովազդի համար մենք դեռ չենք վարձատրվում, սիրելի հետևորդներ ջան, բայց հուսամ վարձատրվելու ենք, Աստված եղած օրհնի, ես այս եղածից էլ եմ գոհու շնորհակալ Տեր ջան, գիտեք, այն որ ասես չկա, քիչ է, էսա, այնա, ինչքան կա, Աստծուն փառք, ես գոհու շնորհակալ եմ, դե հիմա վեր կենամ, մազերս փորձեմ գոնե սենց թեթևի մեջ կապեմ, փռած մազերով չգնամ, նայում եմ մազերիս ու մտածում, ինչ եմ անելու այդ օրը, վերջը էլի խառնեմ, մի երկու զանգ եմ ուզում անեմ, որ հասկանամ, որը որից հետո ոնց անեմ, ու սենց բաներ, ծնունդ լինելու է, մի խոսքով, պարտադիր, Աստված ջան, իմ երեխիս ամեն օրը ես տոն եմ սարքել, ամեն Աստծու օրը, այսօրն էլ իրա համար տոն եմ սարքում, ոնց, որ ասմա մամա մոմն առնենք, ես կարամ ասեմ, չէ, ամսի 5-ին, կամ նույնիսկ 6-ին, թող իրա ուզասն լնի, հա, ինչ պտի լնի, կամ ասենք, ինչ ասի, մամա, ինչ-որ թե մի բան, ես եթե չեն էլ ասեմ, կհիմնավորեմ, որ ընչի մարդ չէ, այդ տենց շատ բլբլացի գնացի, ահա, սիրելի հետևորդներ ջան, դուրս ենք եկել ու գնում ենք երգի, համ երգի, համ մի երկու բան առնելու, ուզում եմ ջան, շատ սիրելի բաժանորդներ ոնց եք լարել, ես շատ սիրելի բաժանորդներ, այսքան չի նայկել, բայց արյուտը շտակալ է, լավ արև, շատ լավ է, հա, այն է մեր արևը, լավ արև, դե գնացի, տղուս հետ ասել խոսալով, գնանք սիրելիներ ջան, Եատ նայք, են ինչ արագ ագնում իմ տղար, ոնց է սիրում է սրախեն երգը, քաղաքը մաքուր, մայթերը սիրում մաքրած, այս է իմ սիրում Ստեփանավանը, ինչքան ուզում աջյուն ու բուկվոր անելնի, մեկա մաքուր է, բայց էլեսը սարավ աստվածի, սրտոտա, տեսեք ոնց գնանք, սաղ մաքուր է, ոտքի ճամփա հաստատ կա, այս ծևի ուշադրությունը տիրում քաղաքացիների հանդեպ, մեր Ստեփանավանը, սիրելի հետևորդներ ջան,
բուքլնի, բորանելնի, ինչ լնի, ոչ մի անգամ մենք չենք անտեսվում, ոչ մի անգամ։ Չորսուն նոր բանա, բայց երեխական 12-ի վերջից արդեն իջնում եմ։ Մոթեին որ լսես, զապիսները միացնեմ, ինչ բարձր հիմա իջելաս տեղ։ Ուտեց բոլորն են։ Եթե զգամ իրա կոկորդին դա վնասա, ավելի շուտ կթողնենք։ Կանցնենք հանգիստ շրջանի էլի, պետք չի։ Հիմա կոկորդդ որ երկում ես, որ մասը տա դժվարանում, քերում ա կոկորդդ։ Yes, Լավ կոպտացավ իրաց։ Մենք մի քանի 3 օրից, հա։ Այդ տալիս է սկսվելու նշանը։ Հա, հետաքրքիր է։ Լավ, Ալեքս, հետը տենց, ես չեմ ուզում շատ երկասեմ, ես ուզում եմ ճիշտ գործ անենք, հասկանանք ուր եսի չեք, ես նշեցի մոտ արդեն, ու իչ էլ ես, ես արդեն հասկացա։ Հիմա ուզում եմ մամայի ասած վերջքը հլնարնայինք։
Այս վերջի նավակից առաջ երգն էր։ Հիմա նայ, սա էլ է փոխվել։ Մենք երգում էինք։ Չես կարող բարձրանաս։ Թնդա, մերը փորձի։ Հա։ Էական չի հանրակամ երկերը, էականա գտնեք ճիշտ կոտեղը, որ դու հանգիստ երկես, թե չէ, դա կոպորտին մեծ վնաս է հետոյի համար։ Արդեն որ դզվես դու ստաբիլիչնես, որտեղ որ քեզ պետք է։ Արդեն դու հանգիստ կերքես, բոլոր երկերը արդեն սենց գիգաբիձեի պես են։ Ուղղակի Ալեքս։ Լավ, հիմա տեսնենք նավակես։ Երկրորդ տունն է գիտիք, հաջագործ են ջահել։ Սովորել ես։ Հա, հա։ Հետո իմաստուն են ահելները, փառք են ու բարձան։ Դրիչնելու տեղերն են, փաստորեն։ Առայժմ էս, իսկ հիմա նավակը, լսել ես էջ ես նավակը, իմ փոքրիկ նավակ։ Չէ, չեմ միացրել։
Աղջիկի բաներն են կարել։ Ժողովուրդ։ Այս տեսավը մտքով գնացի գիտեք, չէ՞, որ հետաքրքիր է։ Այսա վերցնա։ Ահա, սիրելի հետևորդներս, տուն եմ եկել։ Նախ ասեմ, որ Ալեքսի ձայնի վերաբերյալ տեսակն չէր ասավ տիկին Գայանեն, ինքը մեծանմա, ձենը խրպոտմա, մի խոսքով դրա մասին հետո մանրամասը կասեմ, ուղղակի այն ինչը որ նկարահանեցի, պիտի չէ ունենա իր բացատրությունը։ Հիմա սկսեցի ծննդյան գնումները, ստեղ այս ծննդյանը չի վերաբերեմ, բազուկի ճավ, որ սխտորմածնով ասեք, որ իրավ հրախոսից չեխոլը փոխեցի, սա իմ հինն էր, հինը նորով փոխարինեցի, որովհետև պետք էր էլի պահանջում էր, նես չէր հավեսի խաթեր արեցի, այս պահին իմ համար դա ավելորդ գումար էր, ուղղակի երեսը համբացյան քաշեցի, մի խոսքով սաղ արեցի, ստեղ հլը տեսեք, Ալեքսիս սալյուտներն է, մոմերն է, այս ծերով, խնդրեմ, այս սենց, այսինքը սա թող սենց մնա, այդ խանութից գնումներ եմ արել, այդ կտրոններն էլ էլի, մեկը սալյուտ մալյուտի, մեկն էլ էսա գնումներս ցույց կտամ, սիրելի հետևորդներ, այն որ բան չէ սաղնում, բայց 10,000-ով ու 5,000-ով թողն ես, չգիտեմ, էտա, այստեղ գնա, էսա էլի դուս ենք գալը, ստեղ սենց, այս նարին շատ եմ հավանում, իրա պեղևը բարակա, ինքը սոչնի աշատ, մի անգամից վերցրի, կանանց կօգտագործենք, այս ինչ էր, շամպայն արա, այս վարդագույն, 1980 դրամ, երկու հատ եմ արել, իրա խորուրդն ունի, հետո կասեմ, թեխին, սենց երշիկ եմ արել, մի հատ սենց երշիկ եմ արել, մի հատ էլ սենց սալատի համար, կայլա մի հատ սալատ սարկածել, ու մի հատ խմբել հավ եմ արել, Տեսա, ու այս կանը մրկով, այս արևտրով, բազուկի ճավով, ամեն ինչով 20,000-ըս տարել է, այն որ ասում եք ու թողում, բայց թե էտ ապա ինչ անենք, որ ապրում ես, պիտի ապրես թակ տաս աստծուն, այնով ամեն ինչի միջինից էլ հասցնում ենք օգտվել, սիրելի հետևորդներ ջան, տանձը այսօր ոսկու գին ունի, մի քանի տանձ եմ արել, սունտիս տոպրակները նորից դնեմ, մի կիլո տանձը, տանձ կա 1,700, տեսել եք էլի, նկարել եմ, նես չի, ոչինչ, թող ամեն ինչի հետ հարմարվենք, մարդը դրանով է մարդ, մենակ մարդկությունը չթանկանա, այս էլ իմ առած տանձերը, սենց, ուզում եմ լվանամ մեկը ու համտենանք նարինջի հետ, տանձի չարաշահելը պետք չի, ախ ես տենում եմ, որ տունի շոքա,
Կավի կանֆրը վարություն է Ամի բարսահարդարի հետ պայմանավորվել եմ Ալեքսի մազերը կտրենք Այսա ժամը 4-ն է, շերելի հետևորդն է Են որ բերանս մի բաժակ կոֆեից ու ջրից ոչինչ չեմ դրել Մի հատ էլ սա դվամ Հավես չկա Տրամադմփոթված չկա այս պահի համար Այ լավաշ չեմ դե առել Վատ կդրենք Սոչնի են էլի Լավն են ես ապելսինները շատ Խոյ բա հոտը Աշխարհն գավ Հədə ինչքան հյութեղ են Արդյոն փառք հարուրցևի տախտակում է, բայց այս պահին ձգտում եմ իմ հարմարավետությունը ապահովեմ ոչ թե ձևական բաների հետևից ընկնեմ, գիտեք ասել եմ Քմի դուս գալը Տնանք ես ինչա տանձա, մեջ է լավն է Մի հատ էլ բաների խանութ կմտնեմ Ալեքսս բանիր ունի, ես չունեմ Այ էտի մուքուն չեմ սիրել Դրա համար Բայց ինչ համով տանձեր Անտիս տանձ Գնացի իմ գործերին Կտրենք տնանք Հա, բայց այդքան քիպերար է, պաստորը Զերով ասա Հա Պարզա Ալեքսիս նավները կտրի Ես կողքի հետա Մի հատ բաների խանութ մտնեմ Պանիր եմ ուզում Ստեղծյանից է կամ մորքուրը դու ես էստար 5 րոպե ծիրել Հա, հատ է ուրեմն սպասեմ Շելի հետևորդներ ջան Մեր մոտ օրա շարունակվում Ինչ եմ արել Համով ուտելիք եմ սարքել Հաստատ շատերը տեք չէ, սիրում ես տեստը Ասեք, որ ոնց կարավ չսիրես Էնել թե սխտոր մածունով Լցնեմ Մի հատ հավեսով Սոխը խոշոր եմ կտրտել Այս սրա մեջ ես տենց եմ սիրում Էս Ստեղ մածունում եմ լցնել Ալեքս Ալեքսը խոսում է խոսով Այ Ալեքս Ալեքս Արի
Մարիա խորժակ։ Այստեղ էլ պանիր եմ առել, սերի հետևորդներ լավաշը դրած ասիս, էտ էլ տարկ էր տան։ Փորձեցի քանի ձևի, վերցրի ամենա ալալի։ Հրել, դրսրել եմ։ Դար, հապսուտ տանը։ Յատ ուզում եմ սրա համար ենքան որ տենան ինչ համինի, աղուջուր չեմ պատրաստում, ոչ բան չեմ անեմ։ Սողն բացը չի։ Ալեքսին քոն էր, իրա դեղին պանիրը, իսկ տանը սենց չկար, ես, լավն ազիս, անուշիվի, ծրքրես մի հատ, գիտեմ, որ համստիգն ես տնեմ սարնարան, հետո վրցնար, նկուղ եմ գնացել, ուսից համով սոկ եմ բերել, որ սոկ խմենք։ Մալինի սոկը առանց հատիկների, ստեղ վարունգի թթու, այս տարվա, երկու հատ եմ բերել, որովհետև պետքա ստեղ էլ ինչ եմ բերել, գազար գլուխ սոխ, էլի նկուղից, ես տանում, որ պետք չի, բայց ինձ պետք ագալը, սիրել տվող պես չան։ Ես էլ սենց անենք։ Լավաշ վեր կալար, դե վեր կալ ու կերող վեր չան։ Հայտնանք լավոշ, նենցավոր, սա ուզում եմ երկրորդ տոպրակի մեջ տնեմ, անցնեմ մյուս գործերիս, նա էլ չեմ մյուս գործերս ես, ելի հետևորդներ չան, այս նարինջներն եմ, ուզում լվանամ չորացնեմ ու տեղավորեմ, էտ էլ արդեն առանց ծես։